եկել է 8.3.0 update-ը լիսանների համար, շատ են հարցեր տալի, ինչա իրանից ներկայացնում 8.3-ը, ինքը շատ բավականին մոտիկ շուտ եկավ 8.2.0-ին, իրա մեջ update-ի փոփոխության դեպքում ավելացել է հետևյալ բաները, մեքենայի մեջ ավելացել է, այսպես ասած, ումնի parking-ի մեջ զապիս անելու նոր հնարավորություններ, եթե օգտվում եք, կարող եք հաշվի առնել, ավելացել է մեքենան հետ տալու ժամանակ, որ եթե արգելք կա ձեզի ձայնային ասի արգելք կա, դրա միացնելը անջատել եւ ձայնային ունենալը, ավելացել է մեծ իա ակումուլյատորի տաքացման նոր ավելի կատարելագործված տարբերակը, ավելացել է cruise control-ի ժամանակ կարող ես մեքենային, եթե կարող ես ձայնային օգտագործել, չի ներենով, ասես, որ մեքենան այս պալասային գնում է, այս պալասային ես գնում եմ 40-ից 50 արագություն, որը ինքը հաշվի առնում, մյուս անգամ այդ նույն տեղը գնալուց ինքը այդ արագությունն է ընտրում, եւ կողքի էկրանի շարժական նկարների ավելի կատարելագործված եւ լավ տեսակ է, այսինքն մեր երկրի, մեր առօրյա օգտագործման համար ոչ էական update-ներ են, 8.3.0-ի update-ի դեպքում էլի ADB-ն փագա, որը հնարավորություն չի տալի մեքենայի մեջ ծրագրեր եւ այլ բաները մտցնելու, ADB-ի բացման հարցը ուրիշ հարց է, ինքը ի սկզբանե բաց չի, բացվում է թե չի բացում, դա մեկ այլ տեսանյութով բացատրեմ, կմոտենամ այդ հարցին, փորձենք քննարկենք, անել թե չանել update-ը որոշում եք դուք, այն մեքենաները ում ADB-ն բաց է, էդի դա իմ կարծիքն է, պետք չի անել, այն մեքենաներին ում որ 8.1 է, 8.1.0 է, 8.2.0 է, կարա 8.3.0-ն անի, քանի որ պալյուբոմու ինքը նոր update է, ավելի լավ է, այսքանը 8.3.0-ի համար։